Հրազդան 2016 թվական Քարուքանդ փողոցներ, կիսադատարկ բազմաբնակարան շենքեր, աղբավայր հիշեցնող քաղաքային այգիներ։ Հրազդանցիները նշում են, վերջին տասնամյակում քաղաքում ոչ մի բարեկարգման աշխատանքներ չեն իրականացվել։ Հրազդանում ընթացող նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբի անդամները քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի ու շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակեցին շրջայցերի ու հրազդանցիների հետ հանդիպումների շարքը։ Բազմահարկ շենքերի վերին հարկերի բնակիչներից բողոք էր ստացվել, որ տեղումների ժամանակ անբարեկարգ տանիքների հետևանքով ամբողջ տունը ջուր է լցվում։ Շտաբի անդամների հետ գնացինք բողոքի հետքերով։ Պարզվում է երբեմն հնարավոր է, որ անգամ բնակարանի ներսում տեղումներ լինեն։ Մի անգամ օգնություն են ցույց տվել 30,000 դրամ, այնել ինչ գալմաղալով, ինչ կրվով, բայց չի հասնում 30,000 դրամ, ինչի տանիք տոլի համար, 2 հատ տոլ գնելու համար 3 հատ։ Այսպիսի բնակարաններ առկա են Հրազդանի գրեթե բոլոր շենքերում։ Սա էլ Հրազդանի բազմաբնակարան շենքերից մեկի անմարդաբնակ հարկն է։ Վերջին հարկի բնակիչներն ուղղակի թողել հեռացել են իրենց բնակարանները խոնավության, կաթացող առաստաղների ու տանիքների վերանորոգման ոչ գումար, ոչ էլ հույս ունենալու պատճառով։ Բազմահարկ շենքերի հաջորդ խնդիրը վերելակներն են։ Սա Հրազդանի բազմահարկ շենքերից մեկն է։ Սա շենքի վերելակը։ Այսպիսի վերելակներ Հրազդանում բազմաթիվ են։ Բազմահարկ շենքեր, որտեղ վերելակները գործում են, կարելի է մատների վրա հաշվել։ Սասուն Միքայելյանի թիմի հետ ուղևորվեցինք Հրազդանի Բանավան թաղամաս։ Բանավանցիները դժգոհում են, փողոցների անբարեկարգ լինելու հետևանքով անգամ տաքսիներն են հրաժարվում դեպի Բանավան ուղևոր տեղափոխել։ Ես սենց եմ նայում, եթե այս տանիքը նորմալ չի, այն նորմալ չի, այն նորմալ չի, այն նորմալ չի, ամենքին 30,000 դրամ տաս, 10 շենքի տանիքի վրա, ասենք, 20 շենքի տանիքի վրա 30,000 դրամ դնես, այդ նշանակում է այդ տանիքները գումարի ծախսման արդյունքում շարունակելու են նույն ձևի վիճակում մնալ, անմխիթար վիճակում մնալ։ Հիմա այստեղ հարց կառաջանա, բան ո՞նց է պետք է անել։ Պետք է դնել գումար, որովհետև այդ 30,000 դրամով տանիքն է ինքն է ասում, կամ ես այսօր տեսել եմ, որ տվել են, որ սարքեն, ինքը ոնց կաթացել է, տենց է կաթում, նույն ձևի կաթում է։ Ստացվում է, որ 30,000 դրամը ջուրը գցեցին։ Ավելի լավ է դնել գումարները, հերթով սարքել, նորմալ սարքել, բերել տեսքի, որից ծախսված գումարը, ասենք, մի տարի, 2 տարի, 5 տարի է ծառայի։ Ճիշտ է, հիմի ասենք կարող են շենքի ժողովուրդը ասեն ինչի են սարքեցիր, են չսարքեցիր, բայց երբ որ ասվի ժողովուրդ ջան, գիտեք ինչ, սենց այս քաղաքականությամբ հերթով սարքվում է, մարդը կասի լավ, դե հիմա այսքան դիմացել եմ, մի քիչ էլ կդիմանամ, մինչև իմ շենքի հերթն էլ գա։ Թե չէ, անցած տարի 1,350 միլիոն դրամ ա եղել բյուջեն քաղաքի, այսինքն սա ճիշտ է, ես իմ ինչ մեծ գումար չի, բայց կներեք սա 1,300,000 դրամ բյուջե ունեցող քաղաքի վիճակ չի։ Ես ամեն անճարի տեր եմ եղել այսքան ժամանակ, բոլորն էլ գիտեն, այստեղ կանգնածներից յուրաքանչյուր, թող մեկը կանգնասի Միքայելյան Սասուն չի ընդառաջել չոքն է եթե դիմել եք, այս տարիների ընթացքում։ Եվ Փաշինյանը քիչ առաջ բյուջեի մասին է խոսում, մենք մենակ վերեք բյուջեով չսահմանափակվենք, այսօր տարբեր ծրագրեր կա, որ այս քաղաքի համար գումարներ է դրվել։ Որ Դանիելյան Արամ միշտ ասում է ջրագծեր եմ անցկացրել այսքան, ցերեկային լուսեր եմ քաշել, այդ լրիվ ծրագիր եղեմ, բյուջեից դուրս, տենդեր են շահած, եկած արած, հասկանում եք։ Այսինքն ես չեմ ուզում միշտ համացնեմ, բայց եթե իմ բյուջեն եղել է, ես քաղաքապետ եմ, եթե 150 միլիոն է, այսօր եթե 1,360 միլիոն է, պատկերացրեք տարբերությունը, պատկերացրեք իմ աշխատած տարիների քաղաքին ավելի բարվոք վիճակում է հատկապես Բանավան թաղամասը, քան թե հիմա։ Միշտ ասում եմ 18 տարի առաջ։ Ես էլ միշտ ասում եմ 18 տարի առաջ, պարոն Դանիելյան, գնամ այդ Չարենց հավան նայի, Օբովյան նայի, արի մտի քու քաղաք նայի։
Ես զարմանում եմ, ես 14 տարիս մարդիկ ընդհանրապես բան չեն արել։ Եթե քաղաքում ինչ-որ մի հատ տեղ կա մտնես ես լավ ես մարդ ես մի կտոր մասն ինչ-որ մի բան արել է։ Մենակ իր հայատն ասֆալտ է, նորմալ նայես, հա։ Նիկոլ Փաշինյանը հրազդանցիներին հորդորում է իրենց դժգոհությունների արտահայտման լավագույն տարբերակը ոչ թե խոսքն է, այլ գործը, Սասուն Միքայելյանի օգտին քվեի տեսքով։ Վաղը սպասվում է Հրազդանի քաղաքապետի թեկնածու վերջին 14 տարիների քաղաքապետ հանրապետական Արամ Դանիելյանի հանդիպումը հրազդանցիների հետ, ովքեր մեծ այդ զրույցում տեղեկացրին, անգամ մանկապարտեզի աշխատանքն է ժամից շուտ ավարտվելու, որպեսզի աշխատակիցները բաց չթողնեն գործող քաղաքապետի հետ հանդիպելու բացառիկ հնարավորությունը։ Արթուր Հովհաննիսյան, Վազգեն Համբարձումյան, Առաջին լրատվական։